եւ պահպանել լռություն։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, կուզենայի ճիշտ ասած Վահագն Ալեքսանյանն էլ էստեղ լիներ ասոցիացիաների ժամանակ ուզում էի հասկանալ ինձ ինչի մոռացավ։ Շատ հետաքրքիր է այդ հարցը։ Ես հասկանում եմ, որ ձեր կուսակցության PR-ով զբաղվել է Վահագն Ալեքսանյանը ու շատ հարմար է այդ նախկինների դաշտը։ 8 տարի է մենք տեսնում ենք, որ շատ կոմֆորտ եք դուք նախկին ներկա դաշտում աշխատում ու շատ հետաքրքիր է այդ դաշտը ձեզ մոտ առաջ տանելը, բայց Ժորժ ջան, մեր մոտ էլ է լիքը ասոցիացիաներ ձեր մասով լինում։ Օրինակ, ասում եք գաղափարախոսություն եք կիսում։ Ձեր խոսույթի մեջ տարբեր երկրների, հարևան երկրների օրակարգերի ինչ-որ sense դրսևորումներ ենք նկատում։ Սահմանադրություն եւ այլն եւ այլն։ Եթե մենք այս կոնտեքստում ենք տեսնում, կարանք նույն այդ գաղափարախոսության նմանությունները կամ չգիտեմ այլ նմանություններ, մենք էլ դրա մասին խոսենք։ Ու ինչպես տեսնում ենք, նաև ձեր խմբակցությունն էլ տարբեր ժամանակների, տարբեր կուսակցությունների, հիմա մենք ձեզ ասենք միքսականներ, մի տեսակ այդ ասոցիացիան, որ փորձում եք տանել նախկինների դաշտ ու այդ դաշտում ինչ-որ պայքար մղել, սպառել է իրան, այս 8 տարիներին դուք սպառել եք այդ նախկին ներկա։ Մենք ուժեղ Հայաստան կուսակցությունն ենք, ուժեղ Հայաստան խմբակցությունն ենք։ Սա խնդրում եմ ֆիքսեք ու այլևս այս ամբիոնը չօգտագործեք ինչ-որ նախկին դաշտ տանելու, նախկին դաշտում պայքարելու։ Ես բազմիցս ասել եմ, որ այս ամբիոնից պիտի խոսենք մեր ժողովրդի խնդիրների մասին։ Ու այստեղ էլ ես հստակ հարցեր ունեմ հենց հանձնաժողովի հետ կապված։ Երբևիցե այս հանձնաժողովը իրեն հարց տվել է, թե ինչի են 10 անգամ ասֆալտ անում, թե ինչի արած ասֆալտը հաջորդ սեզոնին անձրևի ձյան պատճառով հալվում գնում է։ Լավ է, որ ասֆալտ ենք անում, լավ է, որ դպրոց ենք սարքում, Տիկին Երեմյանն էլ էստեղ չի, որ ասեմ, Տիկին Երեմյան, հարցը բովանդակությունն է, հարցը ձևը չի, այդ դպրոցներում տիրող բարքերն են, այդ դպրոցներում մասնագետներն են, որ չհորդորեն, որ մարիխուանան օրինականացնեն, հարցը դպրոցի ներսում տիրող մթնոլորտն է, որ դպրոցի տնօրենին չզանգեն տարածքային կոորդինացնողներն ու ասեն, «Էս ինչ տեղը ՔՊ կուսակցության հանրահավաքն է, հավաքեք բոլորին, ձեր WhatsApp գրուպայի ձայնայինները վկա»։ Հարցը բովանդակությունն է, Տիկին Երեմյան, հարցը ձևի մեջ չի։ Ես տարբեր առիթներով կրկնել եմ, լավ եք անում, որ դպրոց եք սարքում, ժողովուրդ, լավ եք անում, որ ճանապարհ եք սարքում, այդ դպրոցում աշակերտ է պետք, այդ սիրուն սարքած դպրոցում աշակերտ է պետք, միգուցե փորձեք դպրոցները փակելու փոխարեն ծնելիությունը խթանեք, միգուցե ծրագրեր բերեք, որ գյուղերում շատանա բնակչությունը ու գյուղերը չդատարկվեն, խնդրում եմ մի խանգարեք, ես համենայն դեպս բոլորիդ շատ ու շատիր լսում եմ ու չեմ խանգարում։ Միգուցե դպրոցների ներողություն, եթե նկատում եք, ես բարբերաբար փորձում եմ Պարոն Կոնջորյան, ուշադիր եք լինում, բայց իմ մոտ տպավորությունն է։ Խնդրում եմ, էլի պարոն Գևորգյան, ես ավարտեմ նոր։ Հարգելի գործընկերներ, հատկապես քաղաքացիական պայմանագիր խմբակցության, նկատողությունը տեղին է, ուղղված ձեզ։ Եվ ես հաջորդիվ արդեն անուն ազգանունով նկատողություն եմ տալու անհատապես։ Համեցեք, շարունակեք։ Ասածս վերաբերում է նրան, որ այդ դպրոցներում աշակերտները պիտի շատացնեն։ Ու այստեղ բերում եք sense ինչ-որ մանիպուլյացիոն ձևով փորձում եք շահարկել, որ դպրոց սարքելուն ոչ մի անգամ, ոչ մի հայ չի կարող դպրոց սարքելուն դեմ լինել։ Բայց եթե դա արվում է ընդամենը PR ակցիաների համար, դա ընդամենը արվում է, որ նկարահան, մի հատ տենց մարզպետ ունեք, որ շատ լավ է այդ գործից, ինքը սիրում է տենց անընդհատ նկարահանվել, գնալ, ցույց տալ։ Եթե դա արվում է PR ակցիաների համար, դա կորցնում է իր էությունը, որովհետև այդ նույն գյուղացին տեսնում է դպրոցը ու տեսնում է նաև իր վիճակը, իր այդ պահին բարեկեցության մակարդակը։ Ընտրաթոշակներին եք, ես այդ բառը, այդ թոշակները անվանում եմ ընտրաթոշակներ։
Որովհետև դուք վերեցիք թոշակները բարձրացրեցիք ընտրության շեմին։ Սա անհերքելի փաստ է։ Խնդրում եմ մի եկեք այստեղ ու ասեք, վայ, գիտեք ինչ կա, մենք մտածեցինք մեր հայրենակիցների մասին, թոշակը բարձր։ Բա պիտի մտածեիք։ Ասֆալտն էլ պիտի անեիք, դպրոցն էլ պիտի սարքեիք, թոշակն էլ պիտի բարձրացնեիք ու պետք չի քարոզարշավի ժամանակ մտնել գյուղերը ու մարդկանց պարտադրել, որ շնորհակալություն հայտնեք այս արած ասֆալտի համար։ Ոչ մեկ ձեզ շնորհակալություն չի հայտնելու։ Դա լավ չի, դա նորմալ է։ Բայց դրա հետևանքները գիտեք ինչ եղավ։ Հուլիսի 1-ին բազմաթիվ ընտանիքներ զրկվեցին նպաստից։ Ինչ որ սոցիալական բալ էր բարձացել, մակարդակ էր բարձացել։ Ինչի արդյունքում այդ մակարդակը բարձացավ, որ այդ մարդիկ զրկվեցին այդ սոցիալական նպաստներից։ Այդ դրա բացատրությունները խնդրում եմ այս ամբիոնին մոտենալուց առաջ, նախկինների դաշտում քննարկումներ ծավալելուց առաջ, սրա պարզաբանումները տվեք, որ մարդկանց պարզ լինի։ Ու այդ հանձնաժողովների աշխատանքը անցած անգամ պարոն Գաբրելյանն էր առաջարկ էր անում։ Եթե կա ինչ որ բաներ փոփոխելու, եկեք փոփոխենք հանձնաժողովների բանը, ոլորտները կամ չգիտեմ, իրենց գործընթացի նկարագիրը բերեք փոփոխենք։ Կամ գալիս եք ասում եք, չեք պատկերացնում հանձնաժողովը ինչ ֆունկցիաներ ունի։ Այո, չենք պատկերացնում։ Բերեք փոփոխենք այնպես, որ արդյունավետ լինի։ Սահմանել եք ինչ որ մի բան, որ հանձնաժողովի արդյունավետության գնահատում լինի։ Ասֆալտի հետ կապված Մեկը ձեզ հարց չտվեցիք, ընկերներ, ինչ որ միտեղ, ինչ որ մի բան սխալ է, եթե ասֆալտը անում են, 5 ամիս հետո նորից ասֆալտը անում են, ինչ որ միտեղ, ինչ որ մի բան սխալ է, սրա լուծման առաջարկները դուք 8-րդ գումարման ազգային ժողովում ներկայացրել եք, եթե ներկայացրել եք ու լուծում չի ստացել, դա էլ հարց է, եթե չեք ներկայացրել, առաջարկ եմ անում, Բերեք ներկայացնենք, հասկանանք այդ հանձնաժողովների արդյունավետությունը ոնց չափենք ու ավելի արդյունավետ դարձնենք։ Ու մեկ էլ այստեղ Մարիա Կարապետյանը հայրերի ու զավակների հետ ասոցիացիան անում կամ չգիտեմ, արտահայտություն անում։ Մեր խմբակցության բոլոր զավակները իրենց հայրերի համար հպարտություն ունեն ու հպարտ են։ Այլ բանա թե տարիներ հետո Ես էլ չեմ ուզում ձեզանից առանձնացնեմ, այլ բանա թե տարիներ հետո մեր զավակները Երբ որ փողոցում քայլելուց լինեն, իրենց մոտենանու հարցնեն, ինչ արեցիք դուք Հայաստանը պահելու համար, ինչ արեցիք դուք Հայաստանը շենացնելու համար, ինչ արեցիք հայ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար։ Դուք այս հարցերի մասին մտածեք։ Այն որ ասում ենք եկել ենք ապագայի մասին մտածենք, հենց սրա մասին է խոսքը։ Թե չէ այստեղ գալ ու ինչ որ հայտարարություններ անել նորից եմ կրկնում։ Նախկինների դաշտում Դուք այո, ունեք այդ ձեր բոլոր PR գործիքակազմերը, փորձելու ինչ որ բաներ է ժողովրդին տեղացնելու, բայց դա վերջացել է, մարել է, ժողովուրդ։ Անցեք այդ փուլը, 8 տարի է իշխանություն եք, ու հաստատ պետք չի նույն տեղում դոփել, որովհետև տպավորություն է, որ դուք նույն տեղում դոփել եք։ Վարձավճարների մասին խոսեք, բնակարանների վարձավճարների մասին խոսեք։ Սպառողական զամբյուղի մասին խոսեք, որ թոշակը բարձրացրել եք, լավ եք արել, բայց այդ տատիկը կարողանում է իր բարձրացրած թոշակով իր կարիքները հոգալ, իր մնացած տարական բաները հոգալ, սրա մասին խոսեք։ Որ ընտանիքում աշխատող հայրը գնում է աշխատում է, բերում է իր աշխատավարձի 70-80%-ը տալիս է տան վարձավճար, սրա մասին խոսեք։ Ծնելիության կամ ընդհանրապես շատացման, մեր ազգի շատացման, քաղաքականության մասին խոսեք, որ այդ նույն հայրը մտածի, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ զավակը ունենա, ոչ թե մտածի այսօր հաց առնի, դեղ առնի, թե երեխեքի համար ինչ-որ, չգիտեմ, զվարճանքի համար տեղ։ Դուք գները տեսել եք ինչա կատարվում, թանկացումները տեսել եք ինչա կատարվում։ Իմ մոտ տպավորությունն է, որ բոլորը այստեղ նստած, իրականությունից կտրված գալիս եք բաներ եք խոսում, որ ժողովրդի կյանքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինձ թվում է այս 9-րդ գումարման ազգային ժողովը պիտի վեր կենա այս փափուկ բասկաթոռներից, յուղերով շրջի, հատիկ առ հատիկ տներ մտնելով մարդկանց հարցնի, դուք լավ եք ապրում, թե լավ չեք ապրում, որովհետև նորից եմ կրկնում, իմ մոտ տպավորությունն է, որ դուք իրավիճակին չեք տիրապետում։ Յուղեր գնացեք, ժողովուրդ, մարդկանց հանդիպեք, մարդկանց հետ խոսացեք, տեսեք ինչերից են խոսում։ Իմիջայլոց Գյուղ տեխնիկան, այդ որ դուք եք տակեմ Տիկին Ղազարյան,
Տժվժիկ անելու եմ։ Ամեն անգամ երեսով տալու եմ, որ դուք չկանգնեցիք գյուղացու կողքին, որ դուք չկանգնեցիք մեր հայրենակիցների կողքին։ Ու գիտեք ինչ եղավ։ Բերքի կեսը մնաց Անդրևի տակ։ Այս սրա պատասխանատվությունը նաև դուք եք կրում։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, դուք հիմա ելույթ պիտի ունենաք։